Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, շատ շնորհակալ ենք Հովիվ Կարեն ջան, շատ կարելի ասել մեծ պատվի ենք արժանացել, որ այստեղ ենք, շատ սիրում ենք ձեզ, ձեր ընտանիքը և շատ սիրում ենք Հովիվ Ռիտային, նա մեզ մոտ ծառայել է և մեծ օրհնություն է եղել մեզ համար և փառք Աստծո այս եկեղեցու համար, ամեն մեկիդ համար սիրելն ես։ Դեք, երբ որ հարցրեն ասեն Հրազդանը գեղեցիկ քաղաք է թե ոչ, համարձակ ասեք այո։ Գիտեք ինչու։ Ամենակարևոր պատճառը, որ ինքը գեղեցիկ է, որովհետև կան լավ եկեղեցիներ այստեղ։ Ամեն։ Ամեն։ Գիտես Ռուսաստանում քաղաքներ կան, իմ դուրը չեն գալիս տեսքով, բայց որ եկեղեցիներ կան, որոնք շատ գեղեցիկ են, այդ քաղաքը ուզում ես նորից գնաս։ Ամեն։ Եվ Հրազդանը այդպիսի քաղաք է, որտեղ լավ եկեղեցիներ կան, որից մեկը այս եկեղեցին է։ Ամեն։ Եվ շատ սիրում ենք ձեր եկեղեցին, ձեր փառաբանությունը, մեր փառաբանությունը, ձեր փառաբանության երգերը երգում է։ Ասեմ, որ իմանաք։ Այսօր գալուց ասում եմ, Աննա, այդ մեր երգած երգերից որն է իրանց գրածը, որը չէ, մի հատ ես ուզում եմ իմանամ, որովհետև ձեր գրած երգերից էլ ենք երգում։ Փառք Տիրոջը ու փառք Աստծո ձեզ համար սիրելիներս։ Ամեն։ Ամեն։ Այսօր մենք այստեղից մի անգամից օդանավակայան ենք գնալու եւ ուզում եմ օրհնվել ձեզ հետ նոր գնանք։ Ուզում եմ բացենք սիրելիներս, եկեք բացենք Ծննդոց առաջի գլուխ։ 28-րդ խոսք։ Երբ որ Աստված ասեց մարդ ստեղծենք, արու եւ էգ ստեղծենք, 28-րդ խոսքում ասեց. եւ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված ասեց նրանց. աճեցեք, շատացեք, լցրեք երկիրը եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Ամեն։ Երբ որ Աստված ստեղծեց մարդուն, Աստված օրհնեց նրան։ Ամեն։ Գիտեք, ռուսերենում լավ խոսք է գրված, ասում է բլագասլավիլ։ Ինչ է նշանակում օրհնել։ Աստված իրականում մարդուն ստեղծեց, նրա մեջ շատ բաներ դրեց, որ պետք է աճեն, շատանային, լցնեն երկիրը, տիրեն եւ իշխեն, եւ այդ ամենի վրա, ինչ որ ինքը ստեղծել էր, նա խոսք արձակեց։ Բարիք արձակեց։ Այսօր ուզում եմ խոսել օրհնելու զորության մասին։ Օրհնելու զորության մասին։ Որովհետև սիրելիներս, օրհնության մեջ, օրհնելու մեջ զորություն կա մեր կյանքի համար։ Ամեն։ Գիտես Աստծո նպատակն է, որպեսզի օրհնի մեզ։ Աստված ցանկանում է օրհնություն փոխանցել ամեն մեկիս։ Աստված ուզում է, որ մենք էլ իրար օրհնենք։ Որովհետև օրհնությունը դա նա է, երբ որ դու ասում ես, ես տեսնում եմ այն բոլոր բարի բաները, որ կա քո մեջ եւ ասում եմ, թող դա աճի եւ շատանա եւ լցնի երկիրը եւ տիրի եւ իշխի քո կյանքի վրա եւ քո շրջապատի վրա։ Ամեն։ Եթե հիմա այլ բան չկար ուզեմ գնամ օդանավակայան, ես բոլորը ասեցի։ Ամեն մեծ օրհնություն կա, երբ որ ես ու դու տեսնում ենք օրհնություն ուրիշների մեջ։ Գիտես, Աստված նայում է ինձ ու քեզ եւ նայում է ասում է, այ սրա մեջ այս լավ բանն եմ դրել, սրա մեջ այս ինչ բարիքն եմ դրել, սրա մեջ այս ինչ տաղանդն եմ դրել, սրա մեջ այս ինչ օրհնությունն եմ դրել, այս ինչ բարգավաճումն եմ դրել, այս ինչ Աստծո պարգև եմ դրել նրա մեջ։ Եվ այդ ամենին նա նայում է եւ ասում է օրհնում եմ։ Եվ երբ որ նա ասում է ես օրհնում եմ, դա նշանակում է, որ դա պետք է աճի, շատանա, բարգավաճի եւ լցնի երկիրը, տիրի եւ իշխի։ Ամեն։ Գիտես ցավոք սրտի սատանայի միջնորդությամբ մարդը կորցրեց այդ բարիքը, որ Աստված իր մեջ դրել է եւ որոշեց ինքը ընտրի, որն է բարին եւ չարը եւ կերավ բարին եւ չարը ճանաչելու ծառից։ Մենք գիտենք այդ պատմությունը։ Ամեն։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր,
որ այն աստիճանի նրանք թողեցին այդ բարիքը, որ Աստված իրանց մեջ դրել էր, որ այնպիսի պղծություններ եղավ, որ Աստված ստիպված եղավ ջրհեղեղով ոչնչացնի մարդկությունը, թողնի ընդամենը մարդկությունից Նոյի ընտանիքը։ Եվ երբ որ նայում ես Ծննդոց 9-րդ գլուխ, երբ որ ջրհեղեղը վերջացավ, 9-րդ գլուխը սկսվում այսպես, Ծննդոց 9. Եվ Աստված օրհնեց Նոյին եւ նրա որդկանցը եւ ասեց նրանց. աճեցեք եւ շատացրեք եւ լցրեք երկիրը։ Ինչ արեց Աստված։ Աստված նորից օրհնեց, որովհետեւ օրհնության մեջ է գաղտնիքը, օրհնության մեջ է պահված զորությունը։ Ամեն։ Գիտես, կարծես թե Աստված արդեն օրհնել էր մարդկությունը, բայց մարդկությունը մի նոր սկիզբ ստացավ եւ այդ նոր սկզբի համար Աստված նորից արձակեց օրհնությունը։ Ամեն։ Մեր Աստված օրհնող Աստված է։ Եվ մեր Աստված ամեն մեկից մեջ տեսնում է օրհնություն։ Ամեն։ Եվ մեր Աստված ուզում է սիրելիներս, որ ես ու դու էլ տեսնենք այդ օրհնությունը մեկս մյուսի մեջ եւ մեր շրջապատի մեջ։ Ամեն։ Փառք Աստծո։ Եվ Աստված է որ խոսքը արձակում, հենց դրա մեջ է օրհնության զորությունը։ Աստծո խոսքի մեջ է օրհնության զորությունը, սիրելիներս։ Ամեն։ Գիտես, ամենա դաժան մարդու մեջ էլ Աստված տեսնում է բարիք։ Ամենավերջի մեղավորի մեջ էլ, սիրելիներս, Աստված տեսնում է բարի բան։ Մի անգամ մի երիտասարդ ես նրա հետ խոսում էի Աստծո մասին, եւ նա ասեց. «Գիտես, ես էլ եմ Աստծուն հավատում, բայց ես չար մարդ եմ։ Ինձ Աստված այդ ձևը ստեղծել»։ Ասեցի. «Ոչ, Աստված քեզ այդպես չի ստեղծել։ Ամեն չարիքը մարդու մեջ դնում է սատանան եւ նա չարի սկիզբն է։ Նա չարի աղբյուրն է։ Բայց մեր Աստված բարի Աստված է եւ նա բարիք տալու աղբյուրն է, նա օրհնության աղբյուրն է։ Ամեն։ Ամեն։ Գիտես, եւ Աստված ամեն մարդու մեջ ես տեսել եմ, որ նա գտնում է մի բան, մի բարի բան։ Գիտես, ինձ ու քեզ էլ ինչ որ մի ժամանակ մի բարի բան տեսավ մեր մեջ։ Եվ դրա վրա երբ որ եկավ Աստծո խոսքը, այդ Աստծո խոսքը օրհնեց մեր կյանքը եւ մենք եկանք Տիրոջը։ Շատ ուժեղ մեխանիզմ է Աստծո մոտ։ Գրեք, ես մի բարեկամ ունեմ, նա մոտ 25 տարի թմրամոլ էր։ Շատ բարձր դոզաներով, ովքեր գիտեն ինչա թմրամոլությունը, գիտեն ինչա դոզան։ Եվ գիտես, նա շատ գումարներ էր աշխատում։ Եվ անգամ 90-ականների սկզբերին, երբ որ Հայաստանում դժվար էր, նա շատ գումարներ էր աշխատում եւ միշտ թմրադեղեր ուներ։ Եվ ամբողջ քաղաքը նրանց տանը հերթ էր կանգնում, նա չէր վաճառում, նա բաժանում էր։ Եվ հետո նա գնաց Ռուսաստան, եւ Ռուսաստանում ամեն ինչ կորցրեց, ամեն ինչ վաճառեց, որպեսզի նրան բանտ չնստացնեն։ Եվ այդ ժամանակ նրա կինը եւ երկու աղջիկը սկսեցին եկեղեցի գնալ։ Եվ նրանք աղոթում էին։ Եվ հետո այս բարեկամս ինքը ես իմացա ապաշխարել է։ Եվ երբ որ եկավ Մոսկվա, ես նրան հարցրեցի, ասեցի, իսկ ո՞նց եղավ որ ապաշխարեցիր։ Ասում եմ, լսի, ասում եմ, երբ որ ամեն ինչ կորցրեցի, անձնագիրս էլ են վերցրել, տնից չէի կարողանում դուրս գալ։ Ասում եմ, ես բազմոցին նստած էի։ Եվ ես մտածում էի, կարծես մեկը ինձ հետ խոսում է եւ ասում է. լսի, վաղը մյուս օրը քո աղջիկներին գալու են ուզելու եւ ասելու են. «Էս ինչ թմրամոլի աղջիկն է։ Դու չես ամաչի»։ Եվ ասում եմ, երբ որ այդ հարցը իմ մեջ տրվեց, ասում եմ, ես հասկացա, էս ինչ վիճակի եմ ես։ Եվ նրան շատ էին հրավիրել եկեղեցի եւ այդ օրը, երբ որ նրան գալիս են ասում են, եկ այս կիրակի գնանք եկեղեցի, նա վերցնում է, գնում է եկեղեցի։ Ասում է, ամբողջ պատգամը ոչ մի բան չեմ լսել, միայն վերջում ինձ հայտնաբերել են, որ առջևում կանգնած մեղավորի աղոթք եմ անում։ Եվ այդպես նա ապաշխարեց։ Եվ գիրքը ձեռքին ման էր գալի ավետարանում էր, ամբողջ Ռուսաստանից նրա ընկերները հատուկ գալիս էին Մոսկվա տեսնելու ապաշխարելա թե չի ապաշխարել։ Իրոք ապաշխարելա թե ոչ։
Ինչ արեց Աստված սիրելիներս, նրա մեջ տեսավ մի բան, որից կարող է բռնվել։ Նա իր աղջիկների համար մտածելով իր խիղճը տանջեց, միթե կասեն սա թմրամոլ այսինչի աղջիկն է եւ իր աղջիկներին ինչ ամոթ է։ Եվ դրանից բռնվելով Աստված նրան բերեց։ Գիտեք, Աստծո օրհնությունը գտնում է մի բարի բան ինչ որ մեկի մեջ եւ ասում է ես օրհնում եմ այդ բարի բանը։ Մենք մի ընկեր ունենք, դա էլ թմրամոլ էր։ Եվ մի օր գնում է անձրևի տակ, մառախուղ, մութ, անձրևի տակ, սպասում է շքամուտքի առաջի հարկում, սպասում է, որպեսզի այդ թմրադեղեր վաճառողը իջեցնի իրան այդ դեղերը։ Եվ ասում է կանգնած է, եւ ասում է տեսա մի ընտանիք այդ խավար անձրև եղանակին, վառ գույներով, շորերով, ամուսինը, կինը եւ երեխան իջնում են ուրախ եկան իրանց մեքենան նստեցին, ուրախ զվարթ գնացին եւ ասում է մեկը ինձ ասեց դու չէր ուզենա այս ձևի ընտանիք ունենաս եւ այդ տղան ապաշխարեց միայն այդ մտքից։ Գիտեք, մեր Աստված բռնում է ինչ որ մի բարի բան, ինչ որ մեկի մեջ եւ ասում է ես օրհնում եմ այդ բարի բանը։ Ես չեմ նայում այն չար բաներին, ես նայում եմ այդ բարի բանին եւ ասում եմ օրհնում եմ, թող օրհնյալ լինի այն բարի բանը, որ քո մեջ կա, թող դա բարձրանա, աճի, շատանա եւ քո կյանքը լցվի դրանով։ Ամեն։ Հետո նա թմրամոլներին ծառայում էր վերականգնողական կենտրոնում։ Ամեն։ Մեր Աստված այդպես է գործում։ Ամենադաժան մարդկանց մեջ է նա տեսնում այդ օրհնությունը, որ ինքը դրել է։ Չկա մի մարդ, որ նրա մեջ մի բարի բան չլինի։ Այս վերջերս մեզ մոտ մի տղա է սկսել գալ, որը Ռուսաստանի շրջաններից մեկում ամբողջ շրջանով մեկ հայտնի հանցագործ էր։ Շատ հայտնի։ Եվ անգամ դատախազներով, դատավորներով վախենում էին նրանից արդեն։ Նա 2 ժամ կախված է եղել, ինքը իրան կախել էր եւ հրաշքով եկել են նրան հանել։ 3 անգամ այդ ընթացքում մահացել է հետ է եկել։ Դուք հասկանում եք 2 ժամ կախված լինելը ինչ է։ Եվ նա սկսեց 2 ժամ գալիս էր ծառայության գնում, հիմա իհարկե Մոսկվա են տեղափոխվել, բայց այդպես ապաշխարել էր, փոխվել է կատարյալ ձևով։ Դու երբեք չես ասի, որ այդպիսի մարդ է եղել, երբ որ նա պատմում էր պատմվածքները, մի անգամ մոտ կես օր պատմեց բոլոր իր պատմվածքները եւ այլն։ Եվ ես նրան մի հարց տվեցի։ Նա ասում էր, որ ես արդեն գազան էի դարել։ Ինձ համար մարդ սպանելը 1-ից 1 էր։ Ես գազանի մեջ, ես մարդ չէի արդեն։ Ես իրան ասեցի, լսի, իսկ այդքան ժամանակ քո մեջ կար մի բարի բան, որ դու գիտեիր, որ դա բարի է։ Մի բարի ցանկություն։ Գիտես, նա հետ կանգնեց այդ բոլոր պատմություններից եւ ասեց. գիտես, այդ վերջի պահին ես մտածեցի, ես կյանք եմ ուզում։ Ասում եմ, դու հիմա որ ինձ հարցրեցիր, ես նոր հիշեցի, որ իմ մեջ այդ ցանկությունը, այդ փափագը կար, ես կյանք եմ ուզում։ Ու գիտեք ի՞նչն է հետաքրքիր սիրելիներս, բոլորը այդ մարդուն նայում էին, ասում են ինքը գազան է։ Անկամ եթե դատախազներ, դատավորները բոլորը վախենում էին նրանից, բայց ոչ ոք չէր տեսնում այդ նրա սրտի մեջի ցանկությունը, որ ես կյանք եմ ուզում։ Բայց Աստված տեսել էր դա։ Եվ Աստված փրկեց նրան։ Այսօր նա ավետարանը քարոզում է ամենուրեք։ Այսօր մի մարդ տեսնում է, որ կարիքի մեջ է, նա գնում է հասնելու նրան։ Ընդ որում ինքը դեռ կարիքի մեջ է։ Ֆինանսական կարիքների մեջ է։ Բայց չի զլանում, գնա եւ հասնի մարդկանց։ Ինչու՞, որովհետև Աստված օրհնեց նրա կյանքը։ Աստված տեսավ այն բարի բանը, որ նրա մեջ դրել էր։ Ամեն։ Փառք Աստծո։ Եվ Աստված մեր ամեն մեկի մեջ տեսնում է սիրելիներս այդ օրհնությունը, այդ բարի բանը եւ ասում է ես օրհնում եմ դա։ Եվ մեծ զորություն կա այդ օրհնության մեջ։ Տեսեք ինչ է գրված Առակաց 22-ում։ Այս ժամը ճիշտ է, չէ՞ աշխատում։ Գիտես, երբ որ Աստծո ներկայության մեջ ես, շատ հնարավոր է ինքնաթիռից էլ ուշանաս, բայց չէ ուզենա ուշանալ։
Առակաց 10:22 հայտնի խոսք է, շատերս անգիր գիտենք, Տիրոջ օրհնությունն է հարստացնում եւ չարչարվելը մի բան չի ավելացնում դրա վրա։ Սա շատ լավ խոսք է։ Ռուսերենում գրված է, որ տխրություն իր հետ չի բերում, բայց հայերենն ինձ ավելի շատ է դուր գալիս։ Չարչարվելը դրա վրա ոչ մի բան չի ավելացնում։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ քո կյանքը հարստանում եւ լիանում է, եւ երբ դու հայտնաբերում ես, թե Աստված քո մեջ ինչ է դրել։ Երբ որ դու հայտնաբերում ես քո մեջ Աստված ինչ օրհնություն է դրել, ինչ օրհնյալ բան է դրել, եւ սկսում ես դրանով ապրել, եւ դա զարգացնել, դա քեզ հարստացնում է, լցնում է քո կյանքը, եւ չարչարվելը դրա վրա այլ ոչինչ չի ավելացնի։ Ամեն։ Երբ որ դու հայտնաբերում ես, թե ինչ հնարավորություն է քո մեջ դրել Աստված, ինչ լավ բան է դրել քո մեջ Աստված։ Շատ մարդիկ թերագնահատում են իրենց, շատ մարդիկ ուրիշ տեղերից են սպասում իրենց օրհնությունը, բայց ասեմ քեզ, ամենամեծ օրհնությունը սիրելիներս դրված է քո համար հենց քո մեջ։ Որին Աստված երբ որ ասում է ես օրհնում եմ, Տիրոջ օրհնությունը սկսում է քեզ հարստացնել եւ չարչարվելը դրա վրա ոչինչ չի ավելացնի։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Այսօր գիտեք ամենամեծ կարիքը որն է իմ ու քո, որ Աստված այն ինչ որ մեր մեջ դրել է, մենք դա հայտնաբերենք։ Որովհետև դրա մեջ է մեր օրհնությունը։ Եթե քո մեջ Աստված բան է դրել, որ դու կարող ես օգտագործել նրա համար, նրա փառքի համար, եւ դու տարածես եւ զարգացնես դա, եւ նրա օրհնությունով դա անես, դու կտեսնես, որ քո կյանքը կլցվի։ Եվ լցվում էլ է։ Եթե տեսնում ես Աստված քո մեջ մի բարիք է դրել, որ այդ բարիքը դու կարող ես օգտագործել եւ զարգացնել, դու տեսնում ես, որ Աստված սկսում է քո կյանքը լցնել դրա միջոցով։ Ամեն։ Ամեն։ Եվ այսօր, երբ որ մենք ասում ենք օրհնություն, այդ օրհնությունը դա նա է, երբ որ մենք խոսք ենք արձակում այն բոլոր բարի բաների վրա, որը կա մեր կյանքի մեջ եւ ուրիշների կյանքի մեջ։ Օրինակ, երբ որ դու օրհնում ես քո երեխային, դու ասում ես ինչ որ Աստված դրել է քո մեջ, թող դա աճի, շատանա, զարգանա, բարձրանա, տարածվի, տիրի, իշխի, լցնի քո կյանքը։ Այնքան կարևոր է, երբ որ մենք օրհնում ենք, երբ որ օրհնում ես քո ամուսնուն, քո կնոջը, երբ որ օրհնում ես քո չփրկված հարազատներին։ Գիտես մարդիկ կան ասում են, դա ապաշխարողը չի, ով է քեզ ասել, որ ապաշխարողը չի։ Երբ որ ասում ենք մի բարի բան մեջը չի մնացել, ոչ մնացել է սիրելիներս։ Երբ որ մենք օրհնում ենք, ասում ենք թող Աստված օրհնի, ասում ենք Աստված օրհնի նրան։ Մենք չենք ասում Աստված նրան փող տուր։ Շատերը գիտեն թե որ ասում ենք Աստված օրհնի, ասում ենք Աստված փող տուր։ Ես եղել եմ ինձ ասել են, լսի, այդ մարդը մեղքերի մեջ է, ինչ ես ասում Աստված օրհնի։ Ասել եմ ես գիտեմ ինչ եմ ասում։ Ես չեմ օրհնում իր մեղքը։ Ես օրհնում եմ այն բոլոր բարի բաները, որ իր մեջ դրված է։ Ես խանութում երբ որ կասիրին ասում եմ Աստված օրհնի քեզ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Երբ որ ես ապաշխարեցի, իմ ամենամտերիմ ընկերներից մեկը, մանկության ընկերներից մեկը, մենք իրար հետ Մոսկվայում աշխատում ենք, երկուսս էլ ավետարան ենք կարդում, բայց Տիրոջը չենք ճանաչում։ Հնարավոր է ավետարանը կարդաս եւ Տիրոջը չճանաչես։ Շատ մարդիկ կան Աստծուն հավատում են, բայց նրան չեն ճանաչում։ Եվ երբ որ ես իրապես ապաշխարեցի, նա սկսեց ինձ հալածել։ Ասում էր՝ դու գժվել ես, քեզ զոմբի են արել, ինչ ասես ասում էր։ Ես այնպես չի որ նա ինձ չէր սիրում։ Մենք մանկության ընկերներ ենք, իրար հետ դժվար օրեր ենք անցել, լավ օրեր ենք անցել, իրար հետ էլ աշխատում ենք, եւ ամեն առավոտ մենք իրար տեսնում ենք, եւ ես գալիս եմ նրա ձեռքը բռնում եմ, մտքիս մեջ ասում եմ, ես քեզ օրհնում եմ։ Այն ժամանակ ես այսպես չգիտեի օրհնության մասին, ես ուղղակի չգիտեմ, մի մեջ դրվել ասում եմ, ես քեզ օրհնում եմ։ Ուղղակի լսել է, որ օրհնել է պետք։ Գիտես անցավ տարիներ, նա ինձ շատ էր հալածում, մի անգամ տեսավ Ռիկ Ջոյների գիրքը կարդալուց այնտեղ էլ իր տեսիլքների նկարներն էր, ասեց, «Էս ինչ սատանայական գիրք ես կարդում»։ Որտեղ Ռիկ Ջոյների տեսիլքները ահավոր տեսիլքներ է, շատերի համար անհասկանալի, բայց Աստծոց եկած տեսիլքներ։ Եվ նա ինձ հալածում էր տարբեր ձևերով, եւ անցավ տարիներ։ Հայաստանում ես իմացա, որ նա ապաշխարել է։ Երբ որ ես եկա Հայաստան 2008 թվականին,
Նա ինձ երբ որ տեսավ, հանդիպեց ու պատմեց, որ ապաշխարել է եւ այլն։ Եվ նա ինձ ասեց, լսի, հիշում ես, որ քեզ հալածում էի։ Ասեցի, ոչ չեմ հիշում։ Ոնց կարելի է դա մոռանալ։ Ասեց, բայց հիշում ես, որ ամեն առավոտ, երբ որ դու գալիս էիր ինձ բարևում էիր, մեջս մի բան էր կատարում, չգիտեմ ինչ էր կատարվում։ Եվ ես մինչև այսօր էլ նրան չեմ ասել, որ ես նրան օրհնում էի։ Սիրելիս, դա գործում է։ Դա գործում է։ Չգիտեմ, նկարահանվում է, կարող է մի օր լսի։ Արդեն ուշ է։ Արդեն գործել է։ Ամեն։ Երբ որ մենք օրհնում ենք, մենք գիտենք, որ Աստված նրա մեջ բարի բան ունի եւ ասում ենք թող դա աճի, շատանա, լցնի երկիրը, լցնի քո կյանքը, իշխի քո կյանքի վրա, իշխի քո շրջապատի վրա։ Ամեն։ Նայեք Մատթեոս 5-րդ գլուխ։ Եկեք բացենք սիրելիներ, Մատթեոս 5-րդ գլուխ 44-45։ Լավ, 43-ից կարդամ Հիսուսի խոսքերն է։ Լսել եք, որ ասվեցավ քո ընկերին սիրիր եւ քո թշնամին ատիր։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդիներ լինեք ձեր հորը, որ երկնքումն է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա, անձրև է բերում արդարների եւ անիրավների վրա, որովհետեւ եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնպես են անում։ Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքումն է, կատարյալ է։ Ամեն։ Ինչ ասում այս հատվածը, ոնց կարելի է սիրես քո թշնամուն։ Ոնց կարելի է սիրես քեզ, կներեք, օրհնես քեզ անիծողին։ Ոնց կարելի է որ աղոթես քեզ հալածողի համար։ Կարելի է եւ հնարավոր է, եթե գիտենք ինչ է նշանակում օրհնել։ Մի անգամ մի քույրիկ եկավ մտավ եկեղեցի, շատ տխուր էր։ Ասեցի, ինչ ա եղել քույրիկ ջան, ասեցի, շատ տխուր եմ, ասեցի, ինչ ա եղել։ Ասում է, այսօր իջնում էի, շքամուտքի դեմը տատիկներ էին նստած։ Եվ ասում է, սկսեցին ինձ անիծել։ Ասում եմ, իսկ դու ինչ արեցիր։ Ասում է, ասեցի, Աստված օրհնի ձեզ։ Ասում եմ, այն չէ վատ, եթե օրհնել ես։ Դե ասում անիծեցին։ Ու ես մտածեցի, եթե ինքը հասկանար, թե ինչ է ասել, ինքը տխուր չէր լինի։ Որովհետև մենք չենք օրհնում իրենց անեծքը։ Մենք օրհնում ենք այն բարի բաները, որ նրանց մեջ կա։ Թեև եւ անեծում են, թեև եւ թշնամություն է ինչ-որ մեկը անում, մենք օրհնում ենք հանուն մեր Աստծո, որը գիտի թե ինչ բարիք է տվել, անգամ ես չեմ տեսնում նրանց մեջ ոչ մի բարիք։ Դրա համար էլ մենք Տիրոջ անունով ենք օրհնում, որովհետև շատ բաներ կա, որ ես ու դու չգիտենք, թե ինչ ա դրել Աստված նրա մեջ, բայց Տերը գիտի եւ մենք ասում ենք Տեր օրհնի նրան։ Ամեն։ Եվ դրա մեջ զորություն կա։ Դրա մեջ զորություն կա։ Եվ ինչի է բերում այս հատվածը, բերում է նրան ասում է դուք դրանով կատարյալ կլինեք, որովհետև ձեր հայրը կատարյալ է։ Ինչի ասում որ Աստված իր արեգակը ծագեցնում է եւ արդարների եւ մեղավորների վրա, ուզում ասի սիրելիներս, այն մեղավորների մեջ էլ իմացեք, որ Աստված բարիք է տեսնում։ Այն մեղավորների մեջ էլ դեր Աստված բան ունի, որից դեռ ուզում է բռնվի եւ քաշի դեպի իրան, որովհետեւ մինչեւ որ հայրը չքաշի, ոչ ոք չի կարող գալ։ Բայց երբ որ մենք օրհնում ենք, մենք հնարավորություն ենք տալիս եւ ասում ենք Տեր քաշի նրանց։ Բայց երբ որ չենք օրհնում, մենք զերծ ենք պահում նրանց այդ հնարավորությունից։ Դրա համար օրհնենք, դրա մեջ զորություն կա։ Մենք հավատքով օրհնություն պետք է արձակենք։ Օրհնություն արձակենք մեր ընտանիքների վրա, մեր եկեղեցու վրա, օրհնություն արձակենք նաև չփրկված մարդկանց վրա։ Ով ուզում է լինի։ Նրանց մեջ, քանի դեռ նրանք կենդանի են, Աստված նրանց մեջ տեսնում է բարի բան, որից բռնված ուզում է բերի նրանց։ Եվ Սուրբ Հոգու գործը հենց դա է սիրելիներս։ Ամեն։ Ամեն։ Մեծ զորություն կա օրհնելու մեջ։
մեծ զորություն կա։ Եվ երբ որ ասում ենք Աստված օրհնի, մենք գիտենք ինչ ենք ասում։ Մենք գիտենք, որ Աստված գործելու է այն բոլոր բաների մեջ, ինչը բարի է այդ մարդու կյանքում, ինչը Աստված դրել է եւ ինչը Աստված ուզում է ծաղկեցնի, բարձրացնի այդ մարդու կյանքի մեջ։ Ամեն։ Հալելույա։ Նայեք Հռոմեացիս 12-ը։ Հռոմեացիս 12 14 խոսքը։ Ձեզ հալածողներին օրհնեցեք։ Օրհնեցեք եւ մի անիծեք։ Գիտեք, սա որ խոսքին եմ նմանեցնում, որ Պողոսը գրում ասում է, ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ։ Հետո երևի տեսնում որ տխուր նստած են, ասում է, դարձել ասում եմ, ուրախ եղեք։ Հիմա այս այդ տեղն է, ասում է, օրհնեցեք, տեսնում է չեն օրհնում, ասում է, օրհնեցեք եւ մի անիծեք։ Նման ամի քիչ իրար։ Մենք պետք է հավատանք, ինչպես կարող ենք մենք օրհնել մեզ անիծողներին, եթե չհավատանք, որ զորություն կա օրհնելու մեջ։ Հնարավոր չի։ Բայց եթե հավատում ենք, գիտենք, որ դա գործելու է։ Եթե հավատում ենք, մենք գիտենք ինչի համար ենք օրհնում։ Մենք չենք օրհնում, որ մեզ լավ լինի, մենք օրհնում ենք, որ Աստված այդ մարդու կյանքի մեջ գործի։ Դուք տեսել եք այսպիսի տեղ Աստվածաշնչում, որ ասում է երբ որ դու սիրում ես քո թշնամուն, դու կրակի, կներեք, երբ որ դու ներում ես, դու կրակի կայծեր ես հավաքում նրա գլխին։ Գիտեք շատերը ոնց են այս խոսքը ընդունում։ Ես ներեմ, թող Աստված իր հարցը լուծի։ Ոչ, այն ժամանակներում, գիտեք ինչ էր այդ բառակապակցությունը, ես ինտերնետում նայել եմ, ինչա նշանակում։ Այն ժամանակ, երբ որ ինչ որ երկաթը ուզում էին ինչ որ ձևափոխեն, նրա վրա կրակի կայծեր էին հավաքում։ Այդպես պահում էին, որպեսզի հեշտ լինի ձևափոխելը։ Դուք ես որ քեզ ատողին, երբ որ դու ներում ես, դու թույլ ես տալիս Աստված նրան փոխի։ Ոչ թե նրա հարցերը լուծի։ Ամեն։ Ամեն։ Այն ժամանակվա դարբինները նրանք այդ կրակի կայծերը հավաքում էին, որպեսզի հեշտ լինի։ Մեր ներելը թշնամիներին դա կրակի կայծեր հավաքելա նրանց գլխի վրա, որ Աստված նրանց փոխի։ Որը? Այո։ Այո, շնորհակալություն։ Առակաց 25-ի 22։ Ամեն։ Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Առաջի Պետրոս երրորդ գլուխ շատ հետաքրքիր տեղ է։ 9-րդ խոսք։ Չարի փոխարեն չար չհատուցանեք։ Կամ բամբասանքի փոխարեն բամբասանք։ Այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք։ Պաստորին ինչ է կատարում։ Երբ որ ես ինձ անիծողին օրհնում եմ եւ իմ մասին բամբասողին օրհնում եմ, ես պատրաստ եմ Տիրոջից ժառանգություն ընդունելու։ Հիմա, իսկ եթե չեմ օրհնում, ես փակում եմ այդ ժառանգությունը իմ վրա եկող, իմ կյանքի մեջ եկող, որը գալիս է Տիրոջից։ Ամեն։ Ես ասում եմ, երբ որ քո մասին բամբասում են, մի կենտրոնացի նրա բամբասելու, ասում, այս ձևի բան են ասել, այս ձևի բան են ասել։ Բա ինչի այս ձևի բան ասել։ Ոչ սիրելիս, կենտրոնացի սրա վրա։ Դու կանչված ես օրհնելու։ Օրհնելու։ Հեշտ բան է, եղբայր դժվար բան ես ասում։ Ուզում ես ասես դու այդպես ես անում, ես քեզ ասեմ, դժվար բան է, բայց երբ որ դու հավատում ես, այնքան հեշտ է դա անել։ Ես մարդ կա բամբասելով իր վրա է բերում այդ ամեն ինչը։ Որտեւ ինչ դատաստանով դատում է, դատաստանով է դատվելու ենք։ Որտեւ բամբասանքը դա դատաստան է, դատաստան անել է։
քննելա, քննադատելա, բայց երբ որ դու նույնը չես անում եւ չարի հանդեպ չարությունով չես պատասխանում, ասում եմ դուք դրա համար եք կանչվել, որովհետեւ ես ձեզ ուզում եմ ժառանգություն տամ։ Հալելույա։ Հալելույա։ Զորություն կա օրհնելու մեջ։ Անկամ երբ որ իմ ու քո մասին բամբասում ես ելես, եւ մենք օրհնում ենք, մենք չենք ասում, վայ լավ են արել որ բամբասեն։ Ոչ, օրհնել դա չի նշանակում։ Օրհնել ասում է ես չեմ նայում նրանց բամբասանքին, ես նայում եմ թե Աստված ինչ ա դրել նրանց մեջ։ Ես նայում եմ թե Աստված ինչ բարի բան ունի նրանց մեջ, որը սատանան փակել է, ծածկել է։ Գիտես շատ բամբասողներ երբ որ նայում ես ինչու են բամբասում, դրանք սենց ասեմ, տնական ձևով ասեմ, մեղքդ գալիս են իրանք։ Բամբասողը խղճուկ մարդ է։ Իրան խղճալ է պետք, ոչ թե ջղայնանալ իրան։ Չէ, լավ եղբայր, ջղայնացրել է։ Ոչ։ Մենք օրհնող մարդիկ ենք, ոչ թե չարիքի հանդեպ չարիքով պատասխանողներ։ Ամեն։ Փառք Աստծուն, որ մեզ համար ժառանգություն կա եւ այդ գաղտնիքը օրհնելու մեջ է։ Այս աշխարհում այնքան առիթ կա, որ մենք չօրհնենք։ Բայց մենք ավելի մեծ առիթ ունենք, մենք ժառանգություն ունենք Տիրոջից, մենք օրհնություն ունենք Տիրոջից։ Մենք ուզում ենք Տիրոջ գործը լինի մեր կյանքի մեջ եւ այդ մարդկանց կյանքի մեջ։ Դրա համար մենք օրհնում ենք։ Առակաց 11:11-ը ինչ ասում, ասում է արդարի օրհնությունով քաղաքը ինչ կարվի կբարձրանա, բայց ամբարիշտների խոսքով կկործանվի։ Երկիրս երկիր չի, ով ասե որ երկիր չի։ Այրոպորտում էլի չանք, էլի լսեցինք։ Երկիրս երկիր ելներ այսպես չէին անում։ Բայց ես Հայաստանի պես այդպես արագ պասպորտ կոնտրոլ ոչ միտեղ չեմ տեսել։ Ոչ միտեղ։ Մեր օրհնելով կորտնվի քաղաքը, կորտնվի հայ ազգը, կորտնվի Հայաստանը։ Ես այսօր համարձակ եմ խոսել, որովհետև նախկինում երբ որ Ռուսաստանից եկողը խոսում էր, ասում են դուք լավ երկրում եք ապրում, ասում են, հա, քեզ ինչ կա Ռուսաստան ես ապրում, հիմա այդպես չեն ասում։ Դրա համար համարձակ խոսում են։ Բայց ինչ էլ ուզում ա լինի, եթե մենք այստեղ ենք, եթե մենք այնտեղ ենք, մենք պետք է օրհնենք։ Եվ մենք այնտեղ էլ օրհնում ենք։ Մենք չենք օրհնում պատերազմական գործողություններ, մենք չենք օրհնում մահեր, մենք չենք օրհնում մեղքեր, մենք չենք օրհնում ամբարշտությունը, մենք օրհնում ենք այն ամենը, ինչը Աստծոց պետք է կատարվի։ Մենք օրհնում ենք այն ամենը, ինչը ուզում ենք Աստված անի։ Մենք օրհնում ենք այն բոլոր բարիքները, որ պետք է բարձրանա, այն բոլոր ծաղկող բաները, որը Աստծոց պետք է լինի, մեր ազգի մեջ, մեր երկրի մեջ, մեր քաղաքի մեջ, մեր եկեղեցու մեջ, մեր ընտանիքի մեջ, որտեղ էլ ասենք։ Ում օրհնությունով, արդարի օրհնությունով կբարձրանա։ Չի ասում լավ կառավարության պատճառով քաղաքը կբարձրանա։ Փառք Աստծո լավ կառավարության համար, բայց այստեղ ասում է արդարի օրհնությունով քաղաքը կբարձրանա։ Ու մենք պետք է դրան հավատանք։ Ես ու դու մարդիկ ենք, որ օրհնող ենք եւ ոչ թե անիծող ենք, մենք օրհնող ենք, որովհետեւ հավատում ենք։ Ամեն։ Ամեն, ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Գիտես մարդ կա հաջողակ է։ Մարդ կա կրթված է։ Լավ է հաջողակ լինելը, լավ է կրթված լինելը։ Բայց ավելի լավ է որ դրա հետ ամեն ինչի հետ, այդ ամեն ինչի հետ դու օրհնյալ մարդ ես։ Որտեղ մարդը կարող է բարգավաճող լինի, բայց օրհնյալ չլինի։ Օրհնյալ մարդը նա է, ով որ օրհնում է։ Օրհնյալ, գիտես, մեր Աստված ինչու է օրհնյալ, որովհետև ինքը օրհնություն տեսնող է մարդկանց մեջ։ Եվ մեր Աստված նաև ասում է, որ մենք էլ իրան օրհնենք։ Հիշում եք, Դավիթը անգամ ասում է, ով իմանց, Սաղմոս 103-ն է, եթե չեմ սխալվում։ 103, 1-2 խոսք է, օրհնիր Տիրոջը, ով իմանց։
Եվ իմ ամբողջ ներսը, նրա սուրբ անունը, օրհնիչ Տիրոջը, ով իմաց եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները։ Ամեն։ Ինչու է Դավիթը այդպես ասում։ Նա ասում է, լսի, այն բոլոր բարի բաները, որ քո կյանքի մեջ կա եւ քո մեջ կա, դա նա է տվել, Տերն է տվել։ Օրհնիր նրան։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք օրհնյալ եղիր մեր Տեր Աստված, ինչ ենք ասում։ Մենք ասում ենք Տեր, բոլոր բարիքները, որ դու ունես, մեզ համար թող գա։ Որտեղ է բնակվում Աստված իր սուրբերի գովաբանության մեջ։ Ինչ է գովաբանությունը, երբ որ մենք նրան օրհնում ենք եւ խոսքեր ենք արձակում նրա օրհնության, նրա բարության, նրա ողորմության, նրա հավատարմության հասցեին եւ այդ ամենը մենք ասում ենք թող այդ բոլոր բարի բաները, որ դու պատրաստել ես մեզ համար, թող գա մեր կյանքի մեջ եւ նա գալիս է եւ բնակվում է մեր մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Դրա համար ես չեմ զլանա, միշտ օրհնեմ իրան։ Դրա համար չզլանանք գովաբանենք նրան, որովհետև հավատանք, դա ուղղակի երկեցողություն չի, ես գիտեմ, որ դուք դա գիտեք, ես չեմ սովորեցնում, ես ուղղակի արձանագրում եմ նորից, որ ինչ որ մենք անում ենք, մենք ասում ենք Տեր, բոլոր երկնքում պատրաստված այն բարի բաները, այն օրհնյալ բաները, որ դու պատրաստել ես, թող դա գործի դրվի, թող դա աճի, շատանա, տարածվի մեր մեջ, տիրի եւ իշխի մեր եկեղեցու մեջ, այս մթնոլորտի մեջ, ծառայության մեջ, եւ ամեն ժամանակ անգամ դու քո տանը, երբ որ օրհնում ես Տիրոջը, դու կանչում ես Տիրոջ օրհնությունը քո վրա։ Որտեւ դու ասում ես այն ամենը ինչ կա քո մեջ, ես խոսք եմ արձակում, ռուսերենով ասում են սլավա սլովիե, այսինքն դու բառեր ես արձակում նրա փառքի հասցեին եւ այդ բոլոր փառքը գալիս է քո կյանքի վրա։ Հալելույա։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Աստված։ Օրհնյալ Աստված։ Գիտես, երբ որ մի լավ բան է ալնում կյանքիդ մեջ եւ ասում ես օրհնյալ Աստված, դու ասում ես Տեր, գիտեմ քեզանից է, բայց գիտեմ դու չես դադարելու, նորն է լինելու։ Ամեն։ Միշտ օրհնենք նրա անունը, նրա սուրբ անունը, ասում ենք օրհնյալ է քո սուրբ անունը, որովհետեւ նրա անվան մեջ ամենը ամենում է լրացված։ Ամենը ամենում։ Հիսուսի անվան մեջ լրացված է ամենը ամենում։ Նա ամեն բան ամենի մեջ լցնողն է։ Ամեն։ Հալելույա։ Փառք Աստծուն, մի տեղ եմ ուզում կարդամ Ղուկաս 24։ Ղուկաս 24 կարող եք նվագել։ Հիսուսը մեռավ, հարություն առավ։ 40 օր աշակերտներ երևաց եւ վերջի օրը նա հավաքեց աշակերտները մի տեղ։ Եվ 50-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ Եվ նրանց հանեց մինչև Բեթանիա, եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նրանց։ Եվ եղավ, որ նա նրանց օրհնելիս ջոկվեցավ նրանցից եւ վերանում էր երկինքը։ Գիտես, այս տեղը, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցում, մենք տեսնում ենք, որ նրանց հետ խոսում էր Հիսուսը։ Եվ ասում էր սպասեք Սուրբ Հոգին, որ գա, դուք մկրտվելու եք Սուրբ Հոգով, լցվելու եք զորությունով։ Երբ որ նայում ես Մատթեոսի մեջ, նրանց հետ այս պահին խոսելիս ասում էր գնացեք, ավետարանը քարոզեցեք ամբողջ աշխարհով։ Ինչ էր անում Հիսուսը գնալուց առաջ։ Ինչ որ աշակերտների մեջ դրել էր այդ 3.5 տարվա մեջ, նա ասեց ես խոսք եմ արձակում, թող դա գործի։ Այսօր ես ու դու սիրելիս, երբ որ որոշել ենք Հիսուսի հետևից գնանք, մեր վրա խոսքը արձակած օրհնության Հիսուսի կողմից։ Քանիսս կան, որ Հիսուսի աշակերտներն ենք, նրա կողմից խոսք արձակած մեր վրա, եւ մենք օրհնյալ ենք լինելու մեր բոլոր ծառայությունների մեջ, ինչ էլ որ անենք նրա համար, մենք օրհնյալ ենք լինելու։ Կխնդրեմ, որ կանգնենք ոտքի, սիրելիներս։ Հալելույա։ 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 Կարող ենք այս վերջի երգը երգել, եթե կարելի է փառաբանություններ եկեք։ Եկ գանք Աստծո առջև այսօր սիրելիներս։ Եվ նրա ներկայության մեջ
չկորցնենք այս պահը։ Օրհնենք մեր ընտանիքները, մեր երեխաներին, մեր եկեղեցին, ծառայողներին, Աստծո ժողովրդին, օրհնենք մեր հարազատներին, օրհնենք չփրկված մարդկանց, օրհնենք այս քաղաքը, օրհնենք Հայաստանը եւ արձակենք մեր օրհնությունը։ Գիտես, ամեն մեկս հիշի, քո օրհնությունը սիրելի զորություն ունի։ Քո օրհնելը զորություն ունի։ Ես այսօր նոր բան չեմ ասում, բայց եկ թող Սուրբ Հոգին այսօր մեզ կրակ վառի մեր մեջ, որ մենք օրհնելու մեջ ավելի ջերմեռանդ լինենք, ավելի հավատքով լցված լինենք, հավատանք դրան եւ մենք տեսնելու ենք դրա արդյունքը։ Մենք տեսել ենք ու ելի ենք տեսնելու։ Ամեն։ Երբեք վատը չխոսանք։ Դուք ասես դե վատը անտեսեմ, չէ, վատը չեն անտեսում, բայց վատի վրա օրհնություն են խոսում, որ փոխվի ամեն բան։ Այն օրհնությունը, որ Տիրոջից է գալիս։ Ամեն։ Եկ գանք Տիրոջ առջև։ Հալելույա, Տեր իմ Աստված, մենք մեծարում ենք քեզ, մենք օրհնում ենք քո սուրբ անունը Հիսուս։ Մենք բարձրացնում ենք քո անունը մեր մեջ եւ մենք շնորհակալ ենք քեզանից, որ մեր կյանքը օրհնել ես, որ մեր կյանքը ընտրել ես, որ մեզ կանչել ես Տեր իմ Աստված։ Եվ մենք շնորհակալ ենք քեզանից, որ այս երկրի վրա ապրելով մենք քո օրհնված ժողովուրդն ենք, մենք քո օրհնված սերունդն ենք, քո ժառանգությունն ենք։ Հալելույա, Տեր իմ Աստված, այսօր խնդրում եմ քեզ, լսիր մեր աղոթքը, այսօր լսիր ամեն մեկի աղոթքը եւ մենք օրհնություն ենք հռչակում մեր կյանքերի վրա, օրհնություն ենք հռչակում մեր ընտանիքների վրա, մեր երեխաների վրա, մեր եկեղեցու վրա։ Տեր, թող քո օրհնությունը լինի այս եկեղեցու մեջ, գերբնական երկնքից իջած օրհնություն։ Թող այս եկեղեցու մեջ ամեն ծառայողները եւ ամեն անձ, որ կմտնի այս եկեղեցի, թող օրհնված լինի քեզանով։ Հիսուս Քրիստոսի անունով մենք օրհնում ենք այս քաղաքը, մենք օրհնում ենք Հայաստանը, մենք օրհնում ենք հայ ազգը, որտեղ է որ լինի Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով թող քո փառքը երևա, թող քո հզոր ձեռքը գործի եւ թող քո օրհնությունը աճի, շատանա, լցնի երկիրը, տիրի եւ իշխի քո օրհնությունը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Հալելույա։ Քոնե Հիսուս, Եկ ասենք նրան։ սրտան սիրում եմ քեզ Տեր, սրտան սիրում եմ քեզ Աբա Հայր, սրտան սիրում եմ քեզ Տեր։ Մի բան էլ ասեմ եւ ես կիջնեմ այստեղից սիրելիներս։ Գիտեք, ես տեսել եմ, որ հավատացյալի անիծելը զորավոր գործ անում։ Բայց թող հավատացյալի օրհնելը Աստծո հզոր գործ անի։ Գիտեք, ես ու դու երբ որ հավատացյալ ենք սիրելիներս, մենք խոսենք բաներ, որ միգուցե կասենք դե ուղղակի ասել եմ, բայց ուղղակի ասել չկա։ Մահն ու կյանքը լեզվի իշխանության վրա է դրված։ Անկամ, գիտես, երբ որ շատ կներեք, որ ասում եմ, մեռնեմ կյանքիդ, մեռնեմ ջանիդ, սիրելիս մի մեռի, ապրի, կյանք արձակենք, օրհնություն արձակենք, եւ մենք կտեսնենք Աստծո հզոր գործը։ Աստված օրհնելով օրհնի ձեզ սիրելիներս։ Ամեն։